Քաղաքացիություն կստացվի, բայց վերասալը մետրիկները եկմի հետ գործից եկ մետրիկները բեր, ասում, որ պասպորտը կա, մետրիկ ինչ-որ պետք է, հատը մանացալա գարտեսական տեխնիկոմը, թապերալն ստեղ, թապերալչն, արդեն գիտում չում։ Չի հիշում Ստելլա Կարապետովան, որտեղ են մնացել իր եւ ամուսնու ծննդյան վկայականները։ 87-ամյա կինը փաստաթղթերից միայն անձնագիրն ու աշխատանքային գրքույկն է բերել։ Իր բազմաթիվ հայրենակիցների նման նա ևս դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, նպատակ ունենալով որդու եւ նրա ընտանիքի հետ միասին օգտվել բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագրից։ Դիմել են 2025 թվականի ամռանը, սակայն տիկին Ստելլան մինչև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չի ստացել։ Տիկինը մեժերին փաստաթղթերը չեն ընդունում, քանի որ այդ ամուսնության վկայականը եւ ծննդյան վկայականը չկար։ Որպեսզի վերականգնենք, դիմել ենք ԶԱԳՍ-ը, Աբովյանի տարածքային ԶԱԳՍ-ն կդիմալ, որպես կանոն դիմում ենք ՔԿԱԳ մարմիններին, որպեսզի այնտեղից հարցման տեսքով, հետո արդեն դիմումի ձևով ստանանք որևէ տեղեկատվություն։ Եվ եթե այդ տեղեկատվությունը չէր փոխանցվել Արցախից Հայաստանի Հանրապետության այդ տեղեկատվական բազա, այդ դեպքում մերժում ենք ստանում։ Շատ հաճախ դեպքերում մենք ստանում ենք հենց ՔԿԱԳ-ից պատասխան, վերականգնում ենք փաստաթղթերը ու ավելի հեշտ է այդ ամեն ինչը, թե ֆինանսապես, որովհետև այդ պարագայում ընդհանրապես պետական տուրք են վճարում քաղաքացիների 5000 դրամ եւ թե ժամանակային առումով 14 օրվա ընթացքում պատասխանը գալիս է ու արդեն մարդիկ կարող են շատ հանգիստ դիմել։ Տիկին Ստելլայի դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից մերժման որոշումը տանում է ավելի բարդ գործընթացի եւ ենթադրում է հավելյալ ծախսեր, որ առանց այդ էլ սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախցիների համար ավելորդ ֆինանսական բեռ են հանդիսանում։ Բոլորս էլ գիտենք, որ արցախցիներից շատերը իրանց փաստաթղթերը իրանց հետ չեն վերցրել, նաև փաստաթղթի խնդիր է լինում նոտարական գրասենյակում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու համար։ Շատ հաճախ նաև վկաների հարց է լինում, որովհետև մարդիկ վկաներ չեն կարողանում բերել, որովհետև իրանց շրջապատի բոլոր մարդիկ կամ այստեղ չեն կամ տարիքով մեծ են։ Տիկին Ստելլայի ընտանիքը նախատեսում էր արագ կազմակերպել գործընթացը եւ հնարավորինս կարճ ժամկետում բնակարան ձեռք բերել Աբովյան քաղաքում, քանի որ բնակվարձի վճարումը օր-օրի ծանրացնում է ընտանիքի սոցիալական վիճակը։ Անհրաժեշտ ծննդյան կամ ամուսնության վկայականի վերականգնումը եւս խնդիր էր։ Ամուսնությունը կնքվել էր Ուզբեկստանում։ Դրանից հետո դիմել եք նոտարի, տենց ասալ գոնե մի փաստաթուղթ պիտի լինի կամ ծննդյանը, որ ամուսնությունը վերականգնի կամ ամուսնությունը պիտի լինի, որ ծննդյանը վերականգնենք, դե քանի որ երկուսը լալ չի, այդ երկու փաստաթուղթը։ Դիմել ենք արդարադատության նախարարություն, քանի որ իրան բանը ամուսնությունը Սրեդնյա Ազիայի եղել, իրանք Սրեդնյա Ազիային ամուսնացել։ Դիմել ենք արդարադատության նախարարություն, запрос ունեցել Սրեդնյա Ազիա։ Դե ամուսնացալն կուքեցալն Սրեդնյա, պատրոնուս ընդեղել իրան դայուն աղջիկերքը մս պաշտոնի է, քրակենոն է, քեցալն քույրանց իրան, դասավորվալ մի գյուղում, Անդիջան գյուղում ապրել։ Ուզբեկիստան հարցում կատարելը ու հարցմանը սպասել պատասխանը տևում է 10 ամսից ավել։ Այսինքն հարցում ենք անում, սպասում ենք պատասխաններին, պատասխանը գալիս է ինչ-որ մի հատ տառասխալով, հետո պետք է այդ տառասխալի վերականգնում լինի, այսպիսի մի հատ խումբ մարդիկ ունենք, որոնք որ այս պահի դրությամբ կանգնած են այդպիսի լուրջ խնդրի առաջ։ Տիկին Ստելլան աղոտ է հիշում անցյալի որոշ դրվագներ, գիտի, որ առողջական խնդիրներ միշտ էլ ունեցել է, այդ պատճառով ամուսնու ծնողների մոտ Ուզբեկստանի Անդիժանի մարզում ընդամենը 3 տարի են ապրել, հետո վերադարձել Ստեփանակերտ։ Սենդուկի անընդհատ քինում ելալ 10 տարի քեցալում սենդուկի ինձ առաջների իմ քեցալ դե միշտ հիվանդում ելալ ասալım ես ուզում քինիմ երգերով կկարում չում ստոկենամ ուզում քինիմ։ Տիկին Ստելլայի աշխատանքային գրքույկում գրեթե ազատ էջ չկա։ 45 տարուց ավելի աշխատել է պետական եւ մասնավոր սեկտորում որպես հաշվապահ, հաճախակի էր գործողում Երևան։ Այսօր էլ կարոտով է հիշում այդ օրերը, երբ հարազատ տանն էր, հարազատ քաղաքում։ Մտորախության մին ենքան թերթմում, մի մարտոնով երվում, այնքան գեղեցիկա մերակուշկիկ աշենք։ Դե ուշտեղ շեղոնում քինելի, մանավանդես հասակում,
Սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու հեռանկարն էլ դեռ մոտ չէ։ Տիկին Կարապետովայի աղջկական Օգանիսյան ազգանունը հայերեն թարգմանելիս մի փաստաթղթում այն Հովանիսյան, մյուսում Ավանեսյան է թարգմանվել։ Հիմա էլ այս հարցը լուծելու համար է երկարաձգվելու, առանց այդ էլ ձգձգված գործընթացը, վստահ է տիկին Ստելլայի հարցը։ Դիմել ենք որպես Հովանիսյան Ստելլա Կարապետը, Ստելլա Մարտիրոսովնա, իրան բենումը աշխատանքային գրքում Օգանիսյան արան գրած, դե իրենք ասան դե Օգանիսյանը թարգմանվում է որպես Հովանիսյան։ Մեզ մերժումը տվալ են որպես Հովանիսյան Ստելլա Մարտիրոսովնա։ Իսկ բենը վեր ստացալենք տեղեկանքը լի Ուզբեկիստանի, այնտեղ Ավանեսյան գրած։ Մենք դրալա, որ էլի մերժման թղթում Հովանեսյանա, Ավանեսյանա, էտել ալի նորից խնդիր առաջացալ, դե թավոնց խնդիրը կլուծվի, դե Մինչև 26 թվականի հունվարի 1-ը այդ ուղումները նույնպես կատարվում էին 5000 դրամ պետական տուրքով, 26 թվականի հունվարի 1-ից նոր փոփոխություններ ա կատարվել ու պետական տուրքը բարձրացվել, դարձվել է 30000 դրամ, որը որ նույնպես արցախցիների համար բավականին մեծ խնդիր է ու լուրջ բեռ է ֆինանսական։ Կարապետյանների ընտանիքը այժմ երկընտրանքի առաջ է կանգնած։ Փաստաթղթերի վերականգնման գործընթացը չափազանց երկարատև է, մտածում են դիմել առանց տատիկի, ժամանակը սուղ է, իսկ տան վարձավճարի եւ նոր բնակարան ձեռք բերելուն զուգահեռ առաջացող ծախսերը մի կերպ պետք է հոգալ։ Ստելլա Կարապետովան իր բաժին օգնություններ ուզում ունենալ ընտանիքի բնակապահովման գործում, սակայն դեռ խնդիրները միայն ավելանում են։ Եթե ստացվի ավելի լավ է, դե ստացվի փախստական կմնամ չեմ